Պատասխանելով իմ այն հարցին, թե արդյոք չի ուզում պատասխանատվություն ստանձնել մեր զոհված զինծառայողների աճյունները պարկերում, այդ սարսափելի պայմաններում պահելու համար, որի կադրերը դուք տեսել եք եւ երևի թե որոնք ամենասարսափելի կադրերից մեկն են Երրորդ հանրապետության պատմության մեջ, Անահիտ Ավանեսյանը մոտենում է Աժ-ամբիոնին եւ երևի թե չունենալով ասելու ոչինչ, նախընտրում է ստերի մի ամբողջ կույտ արտաբերել, մեղադրելով ինձ տարբեր դրվագներում։ Ես ձեր պատասխանը, քաղաքական պատասխանը իմ սենյակում տվել եմ, երբ որ դուք պատռելով զոհված զինծառայողների նկարները, որոնց շարքում իմ եղբայրն էր, շպրտեցիք իմ դեմքին։ Անահիտ Ավանեսյանի ասածներում ճշմարտություն է միայն մեկ բան, այն, որ իր դեմ, այո, ես եւ իմ գործընկերները ակցիա իրականացրել ենք։ Այն բանից հետո, երբ դիմադրության շարժման ընթացքում հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը զինատեսակներով խաղաղ հավաք իրականացնողների վրա կրակել էր, կային տասնյակ վիրավորներ, որոնց մենք այցելել էինք, տեսել էինք ինչ սարսափելի վիճակում են գտնվում հիվանդանոցներում։ Դրանից հետո Անահիտ Ավանեսյանը, առողջապահության նախարարը երկրի, ոչ թե որոշում է այցելել վիրավորներին, այլ որոշում է ողջունել ոստիկանների գործողությունները։ Ահա դրանից հետո ես իմ գործընկերների հետ որոշում ենք ակցիա իրականացնել առողջապահության նախարարությունում, գտնել իրեն եւ իրեն ասել, որ ինքը նախարար չի ոստիկանության գործողությունները ողջունելու համար։ Իր ուղղությամբ ենք նետում ոչ թե զինվորների նկարներ, այլ այն պատկերի նկարները, այսինքն մեր զինված զինծառայողների աճյունները այդ վիճակում պահելու նկարները, որի պատասխանատուն ինքն է։ Երևի Անահիտ Ավանեսյանն էլ գիտի, որքան սարսափելի բան է ինքը արել։ Դրա համար էլ մանիպուլացնում է, ասում էին վրա են պատռել ու նետել զինվորների նկարներ, որևէ նկար բնականաբար չի պատռվել։ Երրորդ հանգամանքը Անահիտ Ավանեսյանն ասում է այն նկարները, որոնց մեջ էր նաև իմ եղբայրը։ Ես չգիտեմ Անահիտ Ավանեսյանի եղբայրը հարազատ նահատակվել է, թե ոչ, եթե այդպես է, փառք ու պատիվ իրեն, բայց եթե Անահիտ Ավանեսյանը իսկապես իր եղբոր մասունքներն է այն պայմաններում պահել, ինչ որ մնացած զինվորներին է, որի կադրերը դուք տեսել եք, այդտեղ ես ոչինչ ասել չեմ կարող, այդտեղ մասնագետների օգնության կարիք կա։ Իսկ թե ինչ է այդ ընթացքում ասել Անահիտ Ավանեսյանը, դուք կարող եք տեսնել այդ տեսանյութը նայելուց ու տեսնել, որ այնտեղ որևէ հոդաբաշխ արտահայտություն, բացի վախի արտահայտությունից գոյություն չունի։ Այնպես որ Անահիտ Ավանեսյանի ասածներում ճշմարիտ է միայն մի բան, որ իր դեմ այո ակցիա իրականացվել է։ Մյուս հանգամանքը այն է, որ այդ ակցիան հիշեցնելով իրենք որևէ վատություն ոչ միայն ինչ չեն անում, այլ հակառակը լավություն են անում, որովհետև ձեր դեմ իրականացրած ակցիաները ոչ թե իմ ամոթի էջերն են, այլ իրականում հպարտության էջերը, որովհետև դուք դրանով ցույց եք տալիս, որ ձեր նկատմամբ պայքարը մեր համար դրվագային չէ, այլ հակառակը միշտ է եւ հետեւողական է, այնպես որ որքան կարող եք շատ հիշեք ձեր դեմ իրականացված ակցիաները։ Ես դրանց համար կրում եմ ամբողջական պատասխանատվություն։